Ոստիկանը այստեղ չի։ Տնօրենը վատ է զգում իրեն։ Հիմա ստացվեց ես եմ պատճառը, որ տնօրենը վատ է զգում իրեն, եւ ես չեմ կարող դասադուլի մասին որևէ մեկի հետ խոսել։ Հիմա դասադուլ չունենք, դասապրոցեսը։ Դասապրոցեսը այսօր 4-րդ օրն է, կիսա դասարանով շարունակվում է, դասադուլից հետո խնդրում եմ որևէ փոխտնօրեն կարող եմ ես սպասել ինձ բացատրություն տա, պարզաբանում տա, ես գնամ, խնդրում եմ։ Եվ դուք զբաղվեք ձեր տնօրենի առողջությամբ։ Հարգելի փոխտնօրեն, որևէ մեկը մեզ բացատրություն կտա եւ պարզաբանում։ Զուտ մարդկային ձևով եկեք, հարգալից վերաբերվեք, այս դպրոցի տնօրենը, ղեկավարը, եթե թույլ չի տալիս, կներեք, նա կարող է թույլ չտալ եւ ես կես ժամ է իր հետ բանակցում եմ, որպեսզի որևէ փոխտնօրեն իր փոխարեն պարզաբանում տա, թե ինչու է երկրորդի A դասարանում դասադուլ արդեն 4-5 օր շարունակ։ Եվ տնօրենը մի պահ ինձ առաջարկում է սպասել 1 ժամ, հետո ասում է սպասեք մինչև ին վիճակը կկայունանա, հետո փոխտնօրենները զուգադիպությամբ գալիս են սենյակ ու իրենց թույլ չի տալիս խոսել։ Վերջապես ես պարտավոր եմ անընդհատ ձեզ հետ գնալ կառուցողականության դաշտ, եթե մի երեխայի պատճառով ձեր դպրոցում դասադուլ է ու ես 5-րդ օրն եմ դասադուլ չի աչել, բայց քանի օր է իրավունք չունեք։ Կներեք, եւ նմանակ։ կներեք, ես մի ժամ է ձեր դպրոցում եմ, ես մի ժամ է ձեր դպրոցում եմ։ Եկեք, ասեք երկրորդ դասարանի երեխային ուսում բերեք։ Երկրորդ A դասարանում քանի օր է եղել դասադուլ, ինձ կասեք, ես ձեր դեմքին տեսախցիկ չեմ պահում, որովհետև լրագրողը իրավունք ունի իր համար հարմար պատճառաբանությունը գտնել եւ մտնել, եթե երեխայի շահը ավելի բարձր է։ Իսկ ինձ դիմել են մի շարք ծնողներ եւ անհանգստությունն են, որ իրենք չեն բերում արդեն քանի օր շարունակ իրենց երեխաներին դպրոց եւ զրկվել են երեխաները պատշաճ ուսում ստանալու իրավունքից, որովհետև դասասենյակում կա խոչընդոտող տարբեր ատյաններ, այո, որի մասին մենք ասել ենք, այո, եւ խնդրել եք ընդհանրապես մեր խնդրածին ինչ է, մենք երեխայի հետ ոչ մի խնդիր չունենք, ընդհանրապես կարգի բերել ծնողին, այդքան բան, ուրիշ բան ինչու կարգի բերել, այսինքն դասապրոցեսը խաթարվում է ծնողի պատճառով, թե երեխայի վարքի պատճառով։ Ծնողին ինչ երեխանի Ծնողը դպրոց մտնելու իրավունք չունի, հարգելի փոխտնօրեն։ Ծնողը իրավունք չունի մտնել դպրոց։ Այնտեղ է կանգնում։ Այդ դեպքում ինչով է վտանգ մյուս երեխաների համար կամ ինչով է անհանգստություն։ Կներեք, մյուս երեխաների շահը շատ ավելի բարձր է եւ ես 1 ժամ ձեր սենյակում եմ, դուք բուժքույր եք։ Դուք բուժքույր եք եւ որևէ մեկի դեմքին ես չեմ պահել հեռախոսը։ Ես իդեպ կարող էի ու պարտավոր էի նաեւ, որովհետեւ ես 1 ժամ բանակցում եմ, որպես ինձ որևէ մեկը պարզաբանում տա։ Ես պարտավոր եմ անընդհատ ձեր հանձնարարությունները կատարել։ Ինձ կբացատրեք, լրագրողը պարտավոր է ձեր հանձնարարությունները կատարել։ Ինձ մի շարք ծնողներ են դիմել։ Հիմա եկել են եւ դուք հաստատում եք, որ այո եղել է դասադուլ, այսօր կիսով շաբթ դասասենյակը լցվել է։ Փոխտնօրենները եւ տնօրենը։ Ես պարզաբանում կստանամ, հարգելի փոխտնօրեն, թե կգնամ առանց պարզաբանման։ Ինձ ծնողներն ասել են, որ նաև ահազանգել են քաղաքապետարան եւ կրթության նախարարություն։ Դուք եք ահազանգել։ Չէ, մենք չենք ահազանգել, տնօրենը դիմել է բոլոր։ Դիմել է, երբ է դիմել։ Երբ է դիմել, երբ որ 1 օր երեխաները չեն եղել։ Քանի օր են բացակայել ամբողջ դասանի երեխաները, հարգելի։ Ահա։ Որ դուք ուզում եք մեզ հետ Ումից թույլտվություն բերեմ։ Ես լրագրող եմ, հարգելիս։ Ներեցեք ձեր թույլտվությունը միայն պիտի տա տնօրենը, ես ձեզ դեռ չեմ նկարել, ես ընդհանրապես ձեզ ձայնագրում եմ, որովհետև նկատեցիք 1 ժամ բանակցում ենք 1 պարզաբանման համար։ Իսկ կներեք, ես պարտավոր չեմ։ Եթե ես միակողմանի չեմ հրապարակել, լրագրողական բարեխղճությունս դրսևորել եմ 3 օր շարունակ, ես եկել եմ ստուգել եմ, տեղում չեմ։ Չէ, երեխաները գալիս են։ Ոչ, երեխաները բոլորը չի որ գալիս են, ավելին մյուս ծնողները ինձ ասում են, որ չեն պատրաստվում բերել։ Քանի օր են բացակայել երեխաները, հարգելի փոխտնօրեն։ Հիմա մենք ոչինչ չենք ասում։
Դուք մի ասեք, համենայն դեպս դիմել եք պատշաճ կերպով բոլոր մարմիններին եւ անպատասխան եք մնացել, ինչպես հասկացա։ Ոստիկանը այդպես էլ չհայտնվեց։ Դուք Ես մի ժամ եմ սպասում եմ այն ոստիկանին, որը ձեր դպրոցում կարգ ու կանոն պիտի հաստատի, փաստորեն այս արտակարգ իրավիճակում ու չկա ձեր ոստիկանը։ Լավ, ես դուրս կգամ, դրսում կսպասեմ ոստիկանին։ Մենք Երևանի համար 76 դպրոցում ենք, ինչպես իրեն կոչում են արգենտինական դպրոց, եւ այստեղ երկրորդ ադասարանի ծնողները կազմակերպել են դասադուլ այն պատճառով, որ երեխաներից մեկի հետ կապված խնդիրներ կան։ Իրենք համարում են, որ անվտանգային ռիսկեր ունեն, որովհետև այդ երեխան երբեմն իր չարաճճիությամբ վնասներ է պատճառում, նույնիսկ եղել են դեպքեր, եւ այս դպրոցի տնօրենը արդեն 2 տարի շարունակ չի կարողանում խնդիրը լուծել եւ ստիպված են եղել ծնողները գնալ ավելի տոտալ քայլերի։ Նախ որոշել են հեռացնել դպրոցից իրենց երեխաներին, որովհետև ինչպես իրենք են ասում, իրենց ահազանգերին ոչ քաղաքապետարանը եւ ոչ էլ ԿԳՄՍ նախարարությունը արձագանքներ չեն տվել եւ արդեն 5 օր շարունակ իրենց խոսքով այստեղ փաստորեն դասադուլ է եւ ծածկադմփոց արվում այս դասադուլի փաստը։ Ընդհուպ երեխան ում պատճառով, որ այս դպրոցում դասերը ընդհատվել են, փաստորեն միայն այդ երեխան է դասի հաճախել, այդ երեխայի ծնողը վերջերս նաև բռնության է ենթարկել ուսուցչին, ըստ մեզ հասած տվյալների վնասվածք է ստացել ծնողը, ներողություն ուսուցիչը, եւ գոյություն ունի քննչականոն վարույթ, այսպես մեզ չեն պատասխանում, ես առավոտյան ժամը 9-ից այս դպրոցում եմ, տնօրենը անverջ փորձում է մանիպուլացնել ինձ եւ չտալ բացատրություն որպես լրագրող եւ շարունակում են գերադասել այդ մեկ երեխայի իրավունքները եւ ստորադասել մյուս բոլոր երեխաների իրավունքները։ Տնօրենը փորձեց նաև այս ընթացքում իմ կարծիքով, գուցե սխալ եմ, բայց փորձեց նաև ինձ շանտաժի ենթարկել, որ ինքը վատառողջ է եւ բժիշկ կանչեցին, բուժկետից իրենց աշխատակցին կանչեցին, ճնշումը չափեց, կոպտոպրիլ ուզեց, գուցե ճիշտ էր ասում, բայց ամեն դեպքում ես հասկացա, որ նա շատ անհանգստանում է այս իրավիճակում։ Ես սպասում եմ դեռ ոստիկանին, որը հսկում է տարածքում երեխաների անվտանգությունը դեռ չկա, այսպիսի ոստիկաններ ունենք մենք, դասասենյակում չէ, միջանցքերում փնտրեցի չկար, հոգեբան արձակուրդում է գտնվում, մի խոսքով կաթվածահար եղած դասապրոցեսի համար չկան լուծումներ առայժմ եւ իրենք ինձ հետ ամբողջ ընթացքում պատմում, անկեղծանում եւ կիսվում են, որ բոլոր մարմիններին դիմել են, բայց չունեն պատասխան։ Խնդրեմ, սա այդ դպրոցն է, փակ դռները ինձ մեղմ ասած դուրս արեցին այստեղից եւ այդպես էլ հրաժարվեցին որևէ պարզաբանում տալ ձայնագրությամբ։ Իհարկե ես ունեմ բոլոր փաստերը, ունեմ դիմումները, երեխան ում պատճառով կաթվածահար է եղել երկրորդ ադասարանի աշակերտների դասապրոցեսը եւ արդեն 5 թե 6 օր շարունակ նրանք չեն գալիս դասի, այդ երեխային պարզվում է դեռ առաջին դասարանում ծնողական դժգոհությունից հետո տեղափոխել են ներողություն զուգահեռ դասարան եւ այնտեղից նորից հետ են բերել նույն պատճառով, այսինքն դարձյալ ծնողները դժգոհություն են հայտնել երեխայի վարքի համար։ Ես անունները չեմ նշում, որտեղ չի կարելի թիրախավորել երեխային, բայց ինձ մոտ այդ բոլոր փաստերը կան եւ ես երբ որ հասնեմ խմբագրություն կհրապարակեմ ամբողջական տեղեկությունը։ Եվ փաստորեն նորից են վերադարձել երկրորդի ադասարան, իսկ երկրորդի ադասարանում մի քանի ամիս առաջ գրանցվել է ծնողի նույն երեխայի ծնողի հետ միջադեպը, որը մտել է դպրոց եւ բռնության է ենթարկել ուսուցչին, ըստ որոշ տեղեկությունների հարվածներ գլխին, մազերը ոլորել, չգիտեմ, մի խոսքով։ Սա մասին պատվել են ինձ նաեւ ծնողները եւ կա վարույթ։ Ու նաև այդ երեխան մատիտը կոտրել է եւ վնասել է երեխաներից մեկի հոնքը։ Հիմա ծնողները իրավունք ունեն փաստորեն չբերելու դպրոց,
եւ այո, անվտանգ պահելու իրենց երեխաներին։ Բայց տնօրենն ասում է երեխայի հետ մենք խնդիր չունենք, մենք ունենք խնդիր ծնողի հետ եւ ասում է, որ չենք կարողանում կարգի հրավիրել։ Ընդ որում փոխտնօրենն ինձ պատմում է, որ սպառնացել է տնօրենին, թե կիսլատա կլցնեմ երեսիդ, եթե իմ երեխային դպրոցից հեռացնես։ Այսպիսի իրավիճակ է Երևանի թիվ 76 դպրոցում, արգենտինական կոչվող դպրոցում, խնդրեմ։ Ինձ թույլ չտվեցին մոտենալ դասասենյակին, անընդհատ սպասում էին ոստիկանին, որը հրավիրված է այստեղ իրավիճակը վերահսկելու համար, բայց այդպես էլ ոստիկանը չժամանեց։ Ժամը արդեն 10 է, ես 1 ժամ այստեղ եմ, եւ տնօրենը համառորեն հրաժարվում է մեքենաբանություն տալ, անդադ մանիպուլացնում է, թե մի ժամից, կես ժամից, վաղը, հեռախոսով եւ այլն, եւ բնական է ավելի բարձր են այն երեխաների շահը, որոնք 6 օր զրկված են ուսում ստանալու իրավունքից, իրենց սահմանադրական իրավունքից։ Իդեպ այդ երեխաների ծնողները ինձ հետ զրույցում արդեն 3 օր շարունակ պնդում են, որ տնօրենը ինքը վախենում է քայլեր ձեռնարկել եւ մենք ստիպված ենք մեր երեխաներին հեռացնել այս դպրոցից, որը իդեպ ունի մեծ հեղինակություն եւ եթե նկատեցիք իմ կադրում, այս դպրոցում կար իրական Հայաստանի, Արևմտյան Հայաստանով, Արցախով իրական Հայաստանի քարտեզ, այսինքն այս դպրոցը նորմալ արժեհամակարգով դպրոց է, բայց մեր ծնողի շանտաժով, սպառնալիքներով փաստորեն արժե զրկվում է, այս դպրոցի հեղինակությունն է ընկնում եւ կատվածահար է եղել դասապրոցեսը, ոչ մի լուծում չեն գտնում։ Համենայն դեպս իրավապահներն են անգործություն դրսևորում, Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարը եւ փաստացի Տիգրան Ավինյանը, ում ենթակայությամբ են գործում դպրոցները որպես քաղաքապետ։ Ես հույս ունեմ, որ իդեպ տնօրենը եւ տեղակալները ամեն ինչ պատմել են ինձ եւ դրա մասին կա արձանագրություն, որը ես կհրապարակեմ, ինձ ձեռքի տակ է հայտնվել նաեւ այդ արձանագրությունը եւ ծնողների բողոքը եւ դիմումը։ Ես քիչ հետո կհասնեմ խմբագրություն կհրապարակեմ, ինչպես տեսնում եք, արդեն ժամն էլ լրացավ եւ ոստիկան այդպես էլ չի մոտենում։ Հա, այսպես ոստիկանը վերահսկում է նաեւ այս դպրոցը, այս միջադեպի պատճառով էր հրավիրվել մի քանի օր շարունակ աշխատելու դպրոցում։ Ես ասեմ առայժմ արգելիները ստիպված էի իմ հեռախոսով մտնել եթեր, որովհետև առավոտ կանուխ չէի կարող արագ արձագանքելու համար պատշաճ ձևով օպերատորի միջոցով նկարահանել։ Լավ եղեք։